Շնորհակալություն։ Պարոն Մկրտչյան, մենք հիմա որ փորձում ենք վարչական իրավախախտումների մասին օրենք ու ներառել այդ կետը, որ անչափահասների նմանատիպ առարկաների վաճառքը, այսինքն այդ ծալովի դանակների, չգիտեմ, այն կասետ ռուկայատկա կոչվածը անցնում է սրատակ, դրա վաճառքը, այդ ամեն ինչը որ փորձում ենք տուգանքի ենթարկենք, ես միանշանակ կողմ եմ ու նախարարի այդ հարցու պատասխանի ժամանակ էլ ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում ասացի, որ մենք ենք իրականում մտածում պատգամավորներով նման նախաձեռնություն բերենք, միանշանակ կողմ եմ ու պաշտպանում, բայց 50,000 դրամը քիչ է։ Այս տուգանքը իմ ընկալմամբ այս տուգանքի չափը պետք է միանշանակ մեծանա, որտեղ ինչ է նշանակում մարդը անչափահասին ծալովի դանակ է վաճառում, ինչ է անելու անչափահասը այդ ծալովի դանակ, ասենք հաստատ չի տանելու տուն կարտոֆիլ կտրտի, էլի, եթե մարդը իր ֆինանսական շահի համար պատրաստ է անչափահասին վաճառի այդ ծալովի դանակը, որ ակնհայտորեն ինչ որ մի բայի դառնալու է հանցագործության առարկա ու ողբերգության առարկա երկու ինչ որ անչափահասների հետ մի հատ ինչ որ հիմար վեճի ընթացքում այդ դե այդ արդեն ենթադրում եմ դա այլ հարց է, բայց ես վստահ պնդում եմ 50,000 դրամը դրա համար շատ փոքր թիվ է, որտեղ դա շատ անպատասխանատու առարկա։ 8-րդ դասարանի երեխան ծալովի դանակը ինչ է անելու։ Հաստատ կարտոշկա չի կտրտելու, գնալու է դասարանցու փորն է մտցնելու, ուրիշ բան չի անելու։ Պետք է այստեղ տուգանքի թիվը մեծացնենք իմ։ Առաջարկ պատգամավորից տուգանքի թիվը մեծացնելու։ Շատ լավ, խնդրեմ։ Շնորհակալ եմ եւ ձևակերպման մասով վաճառք նվիրել այս ձևակերպման մասով եւ պարոն Ալեքսանյան տուգանքների չափի մասով պատրաստ ենք առաջարկներ ստանալ եւ քննարկել առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմը։ Պարոն Մկրտչյան, հիշեք, որ 24 ժամ է։